ես ձեզ ասեմ, նոտարական վավերացումով պահանջվում է այն դեպքերում, մեր մասով եմ ես ասում, այն դեպքերում, երբ որ մարդը ցուցակից է դուրս գալիս, այսինքն դիմումը ինքը ներկայացնում է ոչ թե համայնքապետը, այլ ներկայացնում է մեզ։ Այդ պարագայում դիմումը, երբ որ մեզ ներկայացնում է, մենք նիստը երբ որ նշանակում ենք, եթե դիմումը նոտարական վավերացում ունի, տվյալ անձի ներկայությունը նիստին պարտադիր չի։ Մենք այդ դիմումի հիման վրա կարող ենք իրեն ցուցակից հանենք, այսինքն տվյալ թեկնածուին գրանցումը ուժը կորցրած ճանաչենք։ Իսկ եթե դիմումը վավերացված չի, այդ ժամանակ թեկնածուի ներկայությունը պարտադիր է, որ ինքը նիստի ժամանակ պնդի, որ ինքը ուզում է ցուցակից դուրս գա։ Ինչ վերաբերում է կալանավայրից, եթե դիմում է, ինչքան որ ես իրավաբանական այդ բաների մեջ հետաքրքրվել եմ, ուրեմն կալանավայրի պետը ինքն է վավերացնում, ինքը այս պարագայում համարվում է նոտար, ինքը վավերացնում է, այդ դիմումը նույնպես եթե մեզ կար, մենք դա կհամարենք վավեր դիմում ու նշված անձի ներկայությունը պարտադիր չէր լինի ցուցակից դուրս գալու։ Այս պարագան ինչ որ այսօր անցկացվեց, դա դրա հետ կապ չունի։ Հիմի համայնքի ղեկավարը արժանահավատ է գնահատել այդ դիմումները, որովհետև դիմումը ներկայացվել է իրավաբանի միջոցով, դիմում է ներկայացվել այդ մարդու կողմից մանդատը վայր տնելու, խոսքը Գևորգ Կոլյայի ու Վասյանի մասին է, ու արձանագրությունը կազմվել է, ուղարկվել է մեզ։ Նույնն է հաջորդ դիմումը։ Դրա համար մենք հիմնվել ենք այդ բաների մեջ, մենք հիմնվում ենք արձանագրության վրա, այսինքն համայնքի ղեկավարը արձանագրությունը ընդունել է, ուղարկել է մեզ, մենք մեր գործառույթը իրականացրել ենք այսօր։ Այս դեպքում համայնքի ղեկավարի պաշտոնակատար չէ, որտեղ ղեկավարն է կանոնավարում։ Այո, նաև իրենք ուղարկել են մեզ որոշումը, այն որոշումը, որով որ առաջի փոխքաղաքապետը պարտականություններն է կատարում քաղաքապետի։ Այդ որոշումներն են ուղարկել են մեզ, այսինքն ինքը իրավասու էր ընդունել այդ մանդատների վայր տնելը։ Պարոն Ղազարյան, այսինքն այդ փաստաթղթերով հանդերձ համայնքից ինչ էր եկել հանձնաժողովին այսօր եւ ինչ քննարկեցիք, մի հատ ամփոփ ենք էլ ընդհանուր։ Ինչ դիմումներ տրվեց, ում կողմից, ինչ արեց հանձնաժողովը։ Ուրեմն, հարգելի գործընկերներ, ես մի անգամ եւս ասեմ, այս պարագայում, երբ որ մանդատից հրաժարվում են, ընդրատարածքային ընտրական հանձնաժողովի համար միակ փաստաթուղթը օրինական ուժ ունեցող դա արձանագրությունն է համայնքի ղեկավարի կողմից կամ պաշտոնակատարի կողմից ընդունված այդ արձանագրությունն է, որով որ ինքը արձանագրում է, որ տվյալ անձը մանդատից հրաժարվել է։ Մնացածը այդ կից փաստաթղթերը իրենք ուղղակի ուղարկում են, որ մեզ է ցույց տան, որ հիմքերը սա է։ Բայց մեր փաստաթուղթը այդ արձանագրությունն է։ Հիմի ուղարկել են մեզ երկու արձանագրություն, մեկը ամսի 28-ին, մեկը ամսի 31-ին, հոկտեմբերին։ Ուրեմն մենք նիստը արդեն նշանակել էինք, կենտրոնականի կայքով հայտնել էինք այդ ամեն ինչը, տեղադրված էր կայքում, նիստի օրակարգով, եւ այսօր ժամկետի մեջ, այսինքն ժամկետը 7 օր է, մենք այդ 7 օրվա մեջ, առաջի դիմումից 7 օր է, երկրորդ դիմում 4 օր է, 4 կամ 5 օր, պես 31-ին, 4 օր։ Դրա համար մենք մի նիստով երկու հաջորդ թեկնածուներին տվեցինք մանդատ։ Այսինքն մենք է արձանագրեցինք, դա օրենքի ուժով է կատարում, ժողովուրդ ջան, ճիշտ հասկացա, մենք չենք կարող մանդատ չտայինք։ Մենք նույնիսկ այս ամեն ինչ անցնում է առանց քվեարկության։ Մենք ուղղակի արձանագրում ենք փաստը։ Մանդատից, այսինքն հիմա մանդատից հրաժարվել են ովքեր եւ ովքեր վերցրեցին մանդատ։ Ուրեմն մանդատից հրաժարվել է Գևորգ Կոլյայի Ղուկասյանը եւ Սետրակ Ենոկի Սահակյանը։ Կոմունիստական կուսակցության խմբակցությունից, Գյումրու Աղաբանու կոմունիստական կուսակցության խմբակցությունից։
մանդատ է ստանում Սամսոն Մկրտչի Էլբակյանը եւ Տիգրան Վարդգեսի Ավագյանը։ Պարոն Ղազարյան, ամեն դեպքում այսօր էլի երկու տեխնացուների փոխանցվեցին մանդատները, բայց քանի որ նրանցից մեկը կալանավայրում է, ստացվում է, որ կոմունիստական կուսակցության եւ մյուս 4 ուժերի համատեղ մանդատները դառնում են էլի 16, այսինքն նիստ գումարելու համար, եթե քաղաքացիական պայմանագիրը չի գալիս, բավարար ձայներ չեն ունենում։ Ոնց է հաշվում։ 16 է իրան։ Մի հատ է հաշվեք։ Թե 19 է։ Հա, 19-ին, լավ։ 19-ին։ Իսկ եթե ասենք, որ դեպքում է, որ նիստը կհամարվի չկայացած կամ չգիտեմ, հավականին լուծարվելու դեպքերը որոնք են, ինչ դեպքում կարող է հավականին համարվի։ Ես ձեզ ասեմ, որ այդ հարցերի հասցեատերը ընդրատարածքային հանձնաժողովը չի, բայց ես դες այնուամենայնիվ պատասխանեմ, որ եթե 2 ամիս եւ ավել հեշտական նիստեր չի գումարվում, այդ ժամանակ կարող է լուծարվել։ Իսկ նիստ չգումարվելու պատճառ կարող է հանդիսանալ քվորումի բացակայությունը։ Մեր պարագայում, Գյումրու պարագայում դա 17 հոգին է քվորումի բացակայությունը։ Այդ կանով, որովհետև դա ես ինչ եմ ասում, մեր տիրույթում չի, դա տեղական ինքնակառավարման մասին օրենքով է այդ ամեն ինչը կարգավորվում։ Մեր գործառույթը վերջանում է մանդատ տալով։ Մենք ընտրություններ ենք համակարգում եւ մանդատները տալիս ենք դրանից հետո արդեն ամեն ինչը տեղական ինքնակառավարման մասին օրենքով է այդ ամեն ինչը արվում։ Հիմա ինձ թվում է այդպիսի բան չկա, եթե հաշվարկ ես անում 17-ը կա։ Այդ քաղաքական ուժերի ներկայացուցիչներից անկախ ավականու անդամ դառնալու դիմումներ ստացել եք թե ոչ մի բան։ Անկախ ավականու անդամ դառնալու մեզ ոչ մեկը դիմում չի ներկայացնում, դա պետք է ներկայացնեն համայնքի ղեկավարները։ Իսկ երբևէ այսպիսի լռելիային նիստ գումարել էիք, որ տեխնացուներից որևէ մեկը չգար, չներկանար կամ խմբակցությունից որևէ ներկայացիչ։ Անգել գործընկերներ եղել է դեպք, որ 5 հոգու մանդատ եք տվել, 5-ն է չեն դրել։ Անցած տարի եղել է այդպիսի դեպք, որ 5-ն է չէին եկել, մենք մանդատները բանարեցինք, հետո նկարները բերեցին, այդ մանդատ տալը, այդ ոնց ասեմ, այս թղթով չի էլի։ Նայեք։ Սրա վրա գրվում է, ստորագրվում, նկար է խփվում, բայց փաստաթուղթը սա է։ Սա ուղղակի ոնց որ բան է, վկայական լինի, էլի, այդպես ասած։ Եղել է, որ մարդուն նկարը դուրս չի եկել է, ուզեցել է փոխել, ասել են նկարի մեջ լավ չէ մեր բան մազերը սխառնված է, այս նոր նկար է բերել, մենք նորն ենք տվել։ Սա բան չի էլի։ Պարզադիր չի, ներկայությունը պարզադիր չի։ Մի հարցելու, այ Գևորգ Տիգրանի դեպքում, եթե ինքն է հրաժարվել մանդատից, քանի որ կալանավորված է, հաջորդ տեխնացուն կին է, թե տղամարդ է, եւ այս դեպքում այդ հավասարակշռությունը պահպանվում։ Ուրեմն նայեք, ես այդ ուզում եի ասել, լավ է որ դուք հարցրեցիք, ուրեմն քանի որ կոմունիստական կուսակցությունը 8 հոկանոց խմբակցություն ունի, մենք ընտրությունների ժամանակ մանդատների պաշտման ժամանակ 8-րդ համարին մանդատ չենք տվել, մենք տվել ենք 9-րդ համարին։ Այսինքն 8-րդ համարը մանդատ չի ստացել։ 9-րդ համարին ենք տվել, որ այդ համամասնությունը 1/3-ը հակառակ սեռի լինի, այսինքն 3 կին կա խմբակցությունում։ Այս անգամ այս Սամսոն Մկրտչի Էլբակյանը 8-րդ համարն էր իրենց։ Հիմի, եթե Տիգրանը հրաժարվի, հաջորդ տղամարդը կգա, համամասնությունը արդեն իսկ պահպանված է։ Արդեն 8 հոգու մեջ 3 կանայք կան։ Հետո եթե ինչ որ կին հրաժարվեց, պետք է պարզադիր կնոջը տանք, որ այդ 1/3-ը պահպանվի։ Իրաց ցուցակի 33 հոգան։ Այո։ Հաջորդը կոնե թե ազատության մեջ է։